Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 7-րդ գլուխ Սողոմոնի բալադը։ Սողոմոն իր դունը 13 դարվա մեջ կառուցանեց եւ ամբողջովին ավարտեց։ Նախ Լիբանանի անդարին դունը կառուցանեց, անոր երկայնքը 100 գանքուն էր, լայնքը 50 գանքուն ու բարձրությունը 30 գանքուն։ 4 գարկ մայրի փայդե սյուներու վրա կառուցանեց եւ սյուներուն վրա մայրի փայդե հեծաններ դրավ։ Նաեւ մայրի փայդե ծածկ մշինեց այն տախտակներուն վրա, որոնք 45 սյուներու վրա էին, յուրաքանչյուր գարկի մեջ 15 հատ։ 3 գարկ իրարու թիմած շարված վանտագավոր բադուհաններ կային։ Բոլոր մուտքերն ու թրանտիները քարագուսի էին եւ վանտագավոր բադուհանները իրարու թիմած 3 գարկ էին։ Սյուներու թահլիճը շինեց, երկայնքը 50 գանքուն, իսկ լայնքը 30 գանքուն։ Անոնց արջև թահիճ մնալ գար սյուներով եւ ճակատին ամփովանիմը։ Նաեւ քահի թահլիճը շինեց, ուր գտադեր, անթադաստանի թահլիճար կոչվեր։ Հադագեն մինչև ցեղունը մայրի փայդով ծածկված էր։ Իր բնագած դունը նույնպես շինված էր ուրիշ կավիթի մեջ, թահլիճին յետևը։ Փարավոնի աղջիկին ամարալ, որ արեր էր իբրգին, Սողոմոն այս թահլիճին պես դուն մշինեց։ Այս բոլորը հիմեն մինչև առաստաղը, թուրսի գոմեն մինչև մեծ կավիթը հոյագապ քարերով շինված էին, դաշված քարերու չափով, ներսեն ու դուրսեն սղոցված։ Հիմնալ հոյագապ քարերը շինված էր, մեծ քարերը, 10 գանքուն քարերը եւ 8 գանքուն քարերը։ Վրանալ հոյագապ քարեր կային, դաշված քարերու չափով, նաեւ մայրի փայդ։ Մեծ կավիթին շուրջը 3 գարկ դաշված քարեր ու 1 գարկ մայրի փայդե հեծաններ կային, ինչպես դիրոջ դամ ներքին կավիթին եւ դան ներքնակավիթին շուրջ։ Քիրամի կորձը։ Սողոմոն թագավորը մարդ խրգեց ու դյուրոսեն քիրամը բերել տվավ։ Ան Նեփթաղիմի դոհմեն այրի գնոջը որդին էր։ Անոր հայրը դյուրացի բղնցակորձ մներ։ Այս մարդը բղինցի ամեն տեսակ գործեր ունելու իմաստություն, հանճար ու գիտություն ուներ։ Սողոմոն թագավորին եկավ եւ անոր ամբողջ գործը կատարեց։ Բղինցի 2 սյուն ցուլեց, 1 սյունին բարձրությունը 18 գանքուն էր ու շրջակիցը 12 գանքուն էր, նույնպես ար նաեւ երկրորդ սյունը։ Սյուներուն կակատը տնելու համար ցույլածո բղինցի 2 խոյակ շինեց։ 1 խոյակին բարձրությունը 5 գանքուն էր եւ մյուս խոյակին բարձրությունը 5 գանքուն։ Սյուներուն գագաթը եղող խոյակներուն համար ցանցագերբ ու շղթայակորձ հյուսված զարդեր շինեց։ 1 խոյակին համար 7 հատ եւ մյուս խոյակին համար 7։ 2 բղինցե սյուները։ Այսպես սյուները շինեց, նաեւ փոլորացև շարված 2 գարկ նուրեր, 1 ցանցագերբ զարդին վրա, որբես սյունին գագաթը եղած խոյակը նուրերով ծածկվի։ Մյուս խոյակին ալ այդպես ռավ։ Ներքնակավիթի մեջ սյուներուն կակատի եղող խոյակները 4 գանքուն էին, շուշանացև շինվածքով։ 2 սյուներուն վրայի խոյակներուն ու ցանցագերբ զարդին մոտ եղող փորին վրայալ նուրեր կային։ 2 խոյակներուն շուրջ գարկով շարված 200 նուր կար։ Սյուները դաջարի ներքնակավիթին մեջ կանգնեցուց, աջ գողմի սյունը կանգնեցնելով զայն յակին գոչեց ու ցախ կողմի սյունը կանգնեցնելով զայնալ փոզ գոչեց։ Սյուներուն կակատը շուշանացև շինված կար, այսպես սյուներուն կորձը լրացավ։ Բղինցե ավազանը։ Ցուլածո ձովը շինեց, որուն 1 եզերքեն մինչև մյուս եզերքը 10 գանքուն էր ու բոլորովին գլոր էր։ Անոր բարձրությունը 5 գանքուն էր եւ շրջակիցը 30 գանքուն։ Անոր եզերքին տակ փոլորացև շարված քնտակներ կային, որ զայն կշրջաբադեին։ 10 քնտակ 1 գանքունի մեջ, ձովը փոլորացև կշրջաբադեին։ Քնտակները 2 գարկի վրա ցուլվեր էին, ձովին ցուլված ադենը։ Ան 12 եզներու վրա կգենար, որոնց 3-ը թեպի հյուսիս կնայեին, 3-ը թեպի արևմուտք, 3-ը թեպի հարավ ու 3-ը թեպի արևելք։ Ձովը անոնց վրա տրված էր եւ բոլորին երևի գողմը թեպի ներսը դարձած էր։ Անոր թանցրությունը 4 մատնաչափ էր ու եզերքը բաժակի եզերքին պես շինված էր Շուշանի ծաղիկներով։ Ան 2000 մար կբարունագեր։ Բղինցե խարիսներ, մեքենովներ։ Բղինցե 10 մեքենովտ շինեց։ Ամեն մեկ մեքենովտի երկայնքը 4 գանքուն էր, լայնքը 4 գանքուն եւ բարձրությունը 3 գանքուն։
Մեքենովները սաբե շինված էին։ Անոնք եզերքներ ունեին ու եզերքները հենակներու մեջտեղն էին։ Հենակներու մեջտեղ եղող եզերքներուն վրա արույցներ, եզներ ու քերոպեներ կային։ Հենակներուն վրա վերի կողմը խարիսկներ եւ արույցներուն ու եզներուն տակ կախված զարդեր կային։ Յուրաքանչյուր մեքենովտ բղինցե 4 անիվ եւ բղինցե առանցքներ ուներ։ Անոր 4 ոտքերը ուսեր ունեին։ Ամեն գախված զարդիկով ավազանին տակ ցուլածո ուսեր կային։ Անոր փերանը խոյագին մեջեն թեպի վեր մեկ գանքուն էր։ Անոր փերանը խարիստի շինվածքին բես գլոր էր եւ մեգուգես գանքուն։ Փերանին վրայալ քանտակներ կային։ Եզերքները քարագուսի էին, ոչ թե գլոր։ Եզերքներուն տակ 4 անիվ կար եւ անիվներուն առանցները մեքենովտին վրա հաստատված էին։ Յուրաքանչյուր անիվին բարձրությունը մեգուգես գանքուն էր։ Անիվներուն շինվածքը գարկի անիվներու շինվածքի պես էր։ Անոնց առանցները, շրջանակները, շարաբիղներն ու քունդերը բոլորը ցուլածո էին։ Յուրաքանչյուր մեքենովտի 4 անգույներու վրա 4 ուս կար եւ ուսերը նույնինքն մեքենովտեն էին։ Մեքենովտին կակատը գես կանկում բարձրությամբ փոլորակ մգար ու մեքենովտին գլուխին վրա եղող հենակը եւ եզերքները իր մեջ էին։ Հենակներուն տախտակներուն վրա ու եզերքներուն վրա քերոպեներ, արույցներ եւ արմավիններ փորակրված էին, յուրաքանչյուրին հարմարության համեմատ ու անոնց շուրջը գախված զարդեր կային։ 10 մեքենովտներն ալ այսպես շինեց, բոլորն ալ մեկ ցուլվածք, մեկ չափ ու մեկ ցև ունեին։ Բղինցե 10 ավազան շինեց, ամեն մեկ ավազան 40 մարգ բարունակեր։ Յուրաքանչյուր ավազան 4 կանգուն էր։ 10 մեքենովտներեն յուրաքանչյուրին վրա ավազան մգար։ 5 մեքենովտ դան աջ կողմ տրավ եւ 5 մեքենովտ դան ցախ կողմը։ Ձովը դան աջ կողմը տրավ, թեպի հարավ արևելք։ Քիրամ ավազանները, թիակներն ու գոնքերը շինեց։ Այսպես Քիրամ ավարտեց այն ամբողջ գործը, որ Տիրոջ տան համար Սողոմոն թագավորին կկատարեր։ Երկու սյուները, սյուներուն կակատի եղող խոյակներուն երկու քունդերը, սյուներուն կակատի եղող խոյակներուն երկու քունդերը ծածկող երկու ցանցագերբ զարդերը ու երկու ցանցագերբ զարդերուն 400 նուրերը, երկու գարկ նուր, մեկ ցանցագերբ զարդի վրա, սյուներուն վրայի խոյակներուն երկու քունդերը ծածկելու համար։ 10 մեքենովտները եւ մեքենովտներուն վրայի 10 ավազանները, մեկ ձով ու ձովին դագը 12 եզները, գացաները, թիակները եւ գոնքերը, այն բոլոր արարգաները, որ Քիրամ Սողոմոն թագավորին շինեց Տիրոջ տան համար, փայլուն բղինցե էին։ Թագավորը զանոնք հորտանանի թաշտի մեջ թանցր հողի վրա ցուլել դվավ, սոկովթի ու սարտանի մեջտեղ։ Սողոմոն այս արարգաները առանց գշելու ցկեց, որովհետեւ չափազանց շատ էին։ Բղինցին գշիրը չփնդրվեցավ։ Սողոմոն շինեց նաև Տիրոջ տան մյուս բոլոր արարգաները, խունգին ոսկի զոհասեղանը եւ ոսկի սեղանը, որուն վրա առաջադրության հարցը գտրվեր, թափիրին արջևի մաքուր ոսկի աշտանակները, որոնց 5-ը աջ կողմն էին ու 5-ը ցախ կողմը, ոսկի ծաղիկները, ջրակները եւ ունելիները, մաքուր ոսկի կավատները, բազմագալները, գոնքերը, խնգամաններն ու փուրվարները, նաև ներքին դան, այսինքն սրբություններու սրբության թռներուն ու դան, այսինքն դաջարին թռներուն ոսկի ձխնիկները։ Այսպես Տիրոջ տան համար Սողոմոն թագավորին գդարած ամբողջ գործը ավարտեցավ։ Հետո Սողոմոն իր հոր Դավիթի սուրբ բաները, արծաթը, ոսկին եւ արարգաները դարավ ու Տիրոջ տան քանցարանին մեջ թրավ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։